Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է արությունը Քրիստոսի։ Եթերում ծովից ծով ոդքասթն է, ձեզ հետ են ինչպես միշտ Աղասի Ենոքյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այս անգամ մի քիչ ուրիշ տեղերից, բայց հյուսիսային Կալիֆոռնիայից չէ։ Այս անգամ Արևելյան Մասաչուսեթսից եւ Ռուբեն Մելիքյանը ինչպես միշտ Երևանի կենտրոնական հատվածից։ Ողջույն բոլորին։ Բարև ձեզ, սիրելի դիտողներ, շնորհավորեցինք բոլորիս Երևան Սուրբ Հարության այսպիսի հրաշափառ տոնի հետ կապված եւ ելի ինչպես միշտ պետք է քննարկենք անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Ես ասեմ, որ Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ ասելու առանձնապես բան չկա, հերթական անգամ Ամերիկան հայտարարեց, որ ինքը հաղթել է, հերթական անգամ հայտարարեց, որ չնայած դրան ինքը պետք է շարունակի ռմբակոծել, Իրանը ասաց, որ ինքն էլ է ռմբակոծելու, փաստորեն կողմերը հիմա աշխատում են ինչքան հնարավոր է իրար վատություն անելու, իրար ցուսություն անելու քաղաքականությամբ։ Շարունակվում է սա։ Բայց երևի վերադառնանք ավելի շատ Հայաստանի հետ կապված իրադարձություններին։ Ես այսօր չեմ հետևել ինչ-որ նոնսենսներ չեն եղել, ասենք Նիկոլի եկեղեցի այցելելու հետ կապված։ Դե հա, այդ պատմությունը նախորդ կիրակի Ծաղկազարդի օրը տեղի ունեցավ եւ այս ամբողջ շաբաթվա ընթացքում կարևոր իրադարձություն էր, ամենակարևոր երևի իրադարձություններից մեկն էր Հայաստանում քննարկվող, իհարկե Ռուսաստան նրա այցի հետ զուգահեռ, նրա հետ մեկտեղ, բայց այս պատմությունը, որին մի քիչ ավելի ուշ ես էլ որպես փաստաբան ներգրավեցի, ասեմ, որ շատ ծանր հոգեբանական նաև կողմ ունի, որովհետև ուղղակի գիտեք մի բան է, որ դու ինչ որ բան ես անում եւ պատմության մեջ ես ընկնում, բայց բոլորովին այլ բան է, որ դու քո համար գնում ես օրինակ եկեղեցի պատարագի մասնակցելու, ոչ մեկին չես կպնում, գալի քեզ են կպնում ու վերջում դու հայտնվում ես էլ ոստիկանությունում, էլ քննչականում, էլ այն մյուս քննչականում, էլ ԶՊՎ-ում, էլ Արմավիր քրեակատարողականում, էլ Աբովյան քրեակատարողականում, էլ Էջմիածին բժշկական կենտրոնում, էլ Նայիրի բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքում։ Այս ամեն ինչը 5 օրվա մեջ։ Ու դու 18 տարեկան երեխա ես, դպրոցական ես, ունես առողջական լուրջ խնդիրներ, ասենք էս է, էլի վիճակը։ Չեմ ուզում նորից մանրամասների մասին խոսել։ Դուք ինձ լսում եք։ Իմ վրա ցավալի տպավորություն թողեց այն, որ Նիկոլի կողմից արածացվող մեդիաները սկսեցին լուր տարածել, թե այս ամեն ինչը ձև են թափում, թե ոչ մի առողջական խնդիր չկա, հասկանում ես, ուղղակի արդեն այլանդակություն է։ Մենակ այդ այլանդակություն, այ աղաս ջան, մենակ այդ չի այլանդակություն։ Ես քեզ ասեմ, ես ավելի ուշ սկսեցի հասկանալ այդ ինչ է կատարվել, որտեվ առաջի 1-2 օրը, առաջի մի օրը հաստատ այն Գեբելսյան սկզբունքով էլի, որ սկզբից պետքա մեծ ինտենսիվությամբ սուտի դոզան տալ, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ այդ սուտը արմատավորվի, չէ՞, այդ իր սկզբունքներից չէր։ Հա։ Մենք, քանի որ տեղակ չենք ինչա կատարվում, ոնց է կատարվում, ես 3-րդ օրը ներգրավեցի, ես ուրեմն երեքշաբթի օրը ժամի 7-ին ներգրավեցի ես գործի մեջ, եւ ոչ միայն ես, իմ շատ գործընկերներ եւս առաջի օրից հնարավորինս այս ամբողջ մեդիա աղբի դեմ կարող եմ ասել կռիվ էին տալի մեր լավ գործընկերները Վարդուհի Էլբակյանը փաստաբան, Լուսինե Մարտիրոսյանը, Վարդուհին էլ դե անձնական պատճառով էր նաև ներգրավել, որտեվ իր, եթե չեմ սխալվում, մի խոսքով համադասարանցիներեն իր կարծեմ զավակը, եթե չեմ սխալվում, տղաների հետ Դավիթի եւ Միքայելի հետ համադասարանցիներ են եւ դրա համար սկզբից էլ ներգրավեց, բայց սա անսովոր վիճակ էր, որտեվ այս աստիճան ապատեղեկատվություն, այս աստիճան դոզա, այս աստիճան ատելություն ու թշնամանք ու սուտ քիչ է պատահում, էլի։ Եվ ամենակարևոր հանգամանքը ասեմ, որ առաջին իսկ պահից դրվեց այն վարկածը, այն պատմությունը, որ երեխան հարվածել է Նիկոլ Փաշինյանին։ Այս վերջի 1-2 օրը սկսեցին գոնե ասել փորձել է հարվածել Նիկոլ Փաշինյանին, առանց ցույց տալու դրա նախապատմությունը, որը ակնհայտորեն ցույց է տալի, որ երեխայի, այսպես ասած, կոնֆլիկտը
Вообще Նիկոլ Փաշինյանի հետ չէր, այլ նրա ախրաննիկի հետ էր, որը ինքը կանգնած եկել իրան բրբրթել էր։ Ոչ թե հերմշտոց էր եղել, դա էլ է սխալ ասել։ Ինքը ոչ մեկին չէր կպել, այս երեխան իր համար կանգնած պատարակի էր մասնակցում։ Իր պատարակամատույցը, իր աղոթագիրքը իր ձեռքում։ Եկել ախրաննիկի իրան, կպրշկվել էր, այս կողմանցի կամ ինչ որ տես մի բան։ Ինքն էլ քանի որ դա արդեն երկրորդ անգամ ա եղել, ասել էր չեմ գնում, ինչ ճիշտն է, ճիշտ է, տենց էր նաև կադրերով երևում։ Որից հետո իրան շատ կոշտ ձևով բրթում են, բայց մատ հասկանանք էլի, ասենք ինչ իրավունք ունի որևէ մեկը, մարդուն, որը ոչ մի օրենք չի խախտում, գալի բրթբրթի։ Այդպես բան որտե՞ղ է գրած։ Այսինքն ես իմ համար գնացել եմ եկեղեցի ու ոչ մի հայտարարություն չկա, որ այդտեղ ինչ որ մեկը այցելելու է։ Ես իրավունք ունեմ, այլ հարցը որ կարող է ճիշտ էր գնալը, այդ այլ հարցը, չեմ ուզում դրա մասին, բայց ճիշտը ու սխալը ստեղ այդ էական չի։ Օրենքի խախտում երեխեն թույլ տվել է, խեք դուք իրան կպնում։ Որը որ նաև ռեակցիա է առաջացրել, այդ պահին նաև ինքը ռեակցիա ա տվել, հետո էլ հարված ա ստացել նույն ախրաննիկից։ Այսինքն այստեղ կարևորն է, որ ճիշտ էլ չի ի սկզբանե ասել, որ Նիկոլ Փաշինյանը հետ ինչ ուներ այդ երեխեն։ Այսինքն այդ աշճան։ Այսինքն բան էլի այդ աշճան այլանդակություն էլի։ Ախրաննիկներին արդեն տրվել է այդ աշճանի, ինչ ասեմ, այլանդակություն կատարելու իրավունք, հա, որ ոնց կուզա, այսինքն այն բանից հետո երբ որ մարդ գցեցին մեքենայի տակ, այն հղկենոջը գցեցին մեքենայի տակ եւ ըստ էության որևէ մեկը լուրջ պատիժ չկարեց, բարձր որ նրանց տրված է արդեն, ինչ ասեմ, ամեն ինչ անելու իրավունք։ Դե տենց չգիտեմ, այդ միջադեպի հետ կապենք, թե ինչ անենք, թե երբ այդ կապենք, բայց փաստն է նա, որ քարոզչական մի հատ խայտարակ գիծ գնաց այդ, որը ուղակի թշնամանքի քարոզչությունն է, դա շատ հստակ կարելի է փաստերով ցույց տալ։ Եվ դա բերեց նրան, որ ասենք պետական պաշտոնյա դնում հրճվում է երեխու զվերչի զանգին մասնակցելու հնարավորության բացակայությամբ։ Մեկ ուրիշը դնում ասում է, հələ մի հատ այդ ոնց եղավ, որ այդ բժշկական ինչ որ խնդիրներ ունի։ Այն դեպքում երբ այդ բժշկական խնդիրները շատ վաղուց կային եւ մեկը շատ լավ բան էր գրել, ասել էր այն վիճակի հասցրեցիք, որ ստիպված էս երեխու ընտանիքը սկսեց ամբողջությամբ իր բժշկական գաղտնիքները բացահայտել, դնել հանրության դատի առջև, հանրության սեղանին, որ կարողանա իրան պաշտպանել։ Բայց պատմությունը որ վերջանա այս երեխան շարունակելու է, չէ, իր գործունեությունը, ասենք, այդպես բանով է տեսել, այդ մարդիկ ստիպված սկսեցին արդեն մանրամասներով խոսել իրենց երեխեքի խնդիրների մասին։ Սա այլանդակություն է ուղղակի։ Եվ ես նաև ծնողի դիրքերից եմ ասում։ Սա ուղղակի նոր երևույթ էր մեր այս վերջի տարիների այլանդակությունների շղթայի մեջ, նոր տեսակի այլանդակություններ։ Երբ ամբողջ պետական ապարատը իր քարոզչական թիմով, իր իրավապահ թիմով ուղղակի հարձակվեց մի ընտանիքի վրա, որը որ առհասարակ որևէ հանրային գործունեություն չէր իրականացնում, որը առհասարակ ոչ մի բան չէր անում, ընդամենը եկել էին երեխեքը պատարակի մասնակցելու։ Իսկ այսօր, ասենք, Սուրբ Զատիկի օրով Նիկոլի կողմից որևէ անդրադարձ չեղավ դրան։ Չէ, այդ դրան չեղավ, ինքը ուշացած այսօր գնաց Սուրբ Սարգիս մասնակցելու ձվակռվի կճոյանի հետ, հա, տենց էլի մարդկանց հրմշտելով տենց ճանապարհ բացեցին, որ դի պարտադիր գնա առաջի շարքում կանգնի, թե ասենք դու ինչ իրավունք ես վաստակել առաջի շարքում կանգնելու, էլի, տենց հարց է առաջանում։ Այդ իրավունքը որտեղից քեզ, որ գնաս առաջի շարքում։ Դու մի հատ եկեղեցի ես կառուցել, մի հատ եկեղեցի ես վերակառուցել, մի հատ լավություն ես արել, տասնյակ ու տասնյակ եկեղեցիներ թշնամուն թողեցիր։ Էլ չեմ ասում ես վերջին մի տարվա այլանդակությունները, ասենք, ով է ասում, որ այդ մարդը պիտի գնա առաջի շարք կանգնի։ Մի խոսքով, լավ, այդ երեխու հետ կապված երևի այսքանը, ես էլ քեզ հասնեմ քո գնահատականը Մոսկվայի հանդիպման հետ կապված, ոնց եք դուք այդտեղից նայում այդ ամբողջ պատմությունը։ Գիտես, ես ասեմ քեզ երկու հետարքիր բան տես, հա, ուրեմն առաջին այն է, որ Նիկոլը Մոսկվայում փորձեց հայերեն ասած տակառներ գլորել Պուտինի ուղղությամբ։ Հայտարարեց, որ այդտեղ բանի Արցախի մասին, հա, որ խոսք գնաց, ասաց, դե ես ինչ անեմ, դուք ճանաչեցիք Արցախը, ստիպված ես էլ ճանաչեցի։ Այսինքն
Գիտեք, այսինքն նույնն է, հա, եթե ինչ-որ մի օտար երկիր ճանաչում է Արցախը, ընդհանրենք թե Բուրկինա Ֆասոն ճանաչեց, բան Ադրբեջանի ամբողջականությունը։ Ես նկատի ունեմ Արցախ-Ադրբեջանի կազմում, հա։ Ընդհանրենք Բուրկինա Ֆասոն ճանաչեց, դրանից հետո Նիկոլա պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ու փաստորեն առաջանդիմությանն էր մեղադրում, որ Արցախը հանձնել են, հիմա Պուտինն ասեց դու ես հանձնել Արցախը, որտեղ ճանաչեցիր։ Հետո այնտեղ գիտես հիմա Ռուսաստանում մեծ խնդիր է գնում ուրեմն ինտերնետի հետ կապված, ասեց Հայաստանում ինտերնետը 100% ազատ է, չէ՞։ Գիտես այդ հայտարարությունը այնքան խնդալու էր, հատկապես ասենք ինպես մարդկանց համար, որ տասնյակ ու տասնյակ մարդիկ եմ տեսել ու սենց աչքիս առաջ եկան, թե հրապարակային, իդեպ բազմաթիվ մարդիկ, որոնք այդպես էլ այդ դատերը հրապարակային չդարձան տարբեր պատճառներով, որոնք ինչ-որ մի հատ տարի համար պատասխանատվության կանչվեցին, մի մասը արդարացվեցին, մի մասը դատապարտվեցին, մի մասը նստեցին, մի մասը տուգանվեցին, ասենք լուրջ Հայաստանում տենց ազատ է, հա, ինտերնետը։ Դե փաստորեն գիտես սուտ խոսած, խաբեց։ Հետո խոսած ժողովրդավարության մասին, շատ հետաքրքիր հայտարարություն արեց, ասեց Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այդ դու տեղյակ ես, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Դա նշանակում է, որ քո գործը պետք է կանգնի, հա։ Հա, դե եթե չկան, դե որ նանյետի սուդանյետ էլի, որ ոնց դե չկան, դե որ Հայաստանում քաղբանտարկյալ։ Էլի տենց բան էլի հաստ ակնար կանելով, որ բա, գիտես, Ռուսաստանում լիքը քաղբանտարկյալներ են, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Չէ, բայց դե գիտես, ամեն դեպքում դրական էր, այդ այցը նաև դրական հետևանքներ ունեցավ։ Դու ուշադրություն դարձրեցիր, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մեր Վազգենի հետ կապված ակնարկներ արեց։ Չէ, որ բաներ լասա։ Բա որ ասեց местах лишения свободы российские граждане, որոնք քաղաքական պատճառներով Ռուսաստանի քաղաքացիներ քաղաքական պատճառներով գտնվում են բանտերում այդ խի ես չգիտեի որ բանտերում չէ դե Վազգենը որ Ռուսաստանի քաղաքացի է ինքը հրապարակավ բազմիցս դրա մասին խոսել ես չգիտեի հասկացա բանտում որևէ քաղաքականության հետ ինչ որ կապ ունեցող որևէ քաղբանտարկյալ կար Հայաստանում թե չէ մի քանի օր առաջ հարց եմ քեզ տալի որպես քաղաքագետ քաղաքականությամբ հետաքրքրվող մարդ բազմաթիվ ոչ միայն Ռուսաստանի այլև Կանադայի քաղաքացիներ կան բանտերում Չէ, Կանադայի քաղաքացին դա նկատի ունես Բագրատ Սրբազանին, դա միանշանակ Բագրատ Սրբազանը որպես քաղաքբանտարկյալ, չէ, Ռուսաստանի քաղաքացի։ Բանտում։ Ոչ թե տնային կալանքի տակ։ Փաստորեն Վազգենի մասին է խոսքը։ Մենակ Վազգենն էր։ Հասկանալի է։ Դե գիտես այդ բանը ես Մենակ Վազգենն էր։ Հաջորդ օրը Վազգենին ուղարկեցի տուն։ Հասկացա։ Մեկ չգիտեք ոնց եղավ ինչը։ Էլի չէ թողել։ Բայց մեկ գոհեք։ Դրա համար մեր հետնանկարը արդեն տենց Վազգենը քանի որ գնաց տուն, տենց սև որոշեցինք չդնել, դրա համար ծովից ծովի հետնանկարն է։ Շատ լավ է։ Իսկ մեր այն հին հետնանկարը մնացել է քնչական մարմնում, որ մինչև հիմա հետ չեն տալի մեր համակարգիչները, իդեպ։ Ինչի համար, դա ինչի էր մինչև հիմա պարզ չեմ հասկանում։ Չգիտեմ, էլի ես։ Մանրամասն պետք է ուսումնասիրել։ Մանրամասն քննություն են, օբյեկտիվ քննություն են անում մարդիկ։ Օբյեկտիվ։ Հետնանկարի։ Հա։ Մանրամասն լրիվ եւ համակողմանի քննություն են անում, հիմա թողանեն։ Մի խոսքով, հələ այդ Վազգենի մասը փող թողնենք։ Այդ շատ հետաքրքիր է, այդ բանը չէի բացել։ Հետո ինչ էր, Պուտինը ասաց, որ կուզեմ չէ, որ ուրեմն Ռուսաստան, պրոռուսական ուժերը մասնակցեն ընտրություններին։ Հետո Նիկոլը եկավ ու ասաց, գիտես, երևի Վլադիմիր Վլադիմիրին տեղյակ չեն պահել, որ Հայաստանի սահմանադրության մեջ ուրեմն տենց կետեր կան, որ չի կարելի, Սամվել Կարապետյանի մասն էր երևի խոսում, հա, որ չի կարող խոտար քաղաքացիություն ունեցող մասնակցել։ Այսինքն նա փաստորեն ասաց, որ հնարավոր է այս ուժին չգրանցեն, հա։ Այս բան հասկացար։ Դե տենց ակնարկ արեց, այսինքն չբացառեց դա կարելի է ասել։ Ահա, չբացառեց։ Չբացառեց, բայց տեսնենք էլի, ես լավ չեմ հասկանում դա, որովհետև ոնց որ թե արդեն հայտարարությունների շարան է սկսում Ռուսաստանից, այսօր Ալենն էր դրանց պատասխանում, ասում էր մենք այնքան կարևոր ենք, որ եթե իրանք գազի գին բարձրացնեն, որը խնդրեմ է, այսինքն դու
Պրոբլեմ է ստեղծում են պետության հետ, որից քո տնտեսությունը ամենամեծ չէ, հսկայական կախվածության մեջ, հա, սկսած գազի գների Ես հարցից։ քեզ ասեմ, տնտեսապես միակ ուրեմն կախվածությունը Ռուսաստանից ունի, որտեղ ուրիշ Դե հա, ըստ էության ուրիշ երկրների հետ, ուրիշ երկրների տնտեսական կապերը նվազագույն են։ դե հա։ Ինչ կա Հայաստանի ամբողջ տնտեսությունը։ Հետո հիշում ես, ասես որ կարծեմ Պուտինը ասես որ բանա էլի չես կարող դու եւ Եվրամիությունում լինել եւ ԵԱՏՄ-ում, չէ՞։ Դե հա։ Նիկոլ ասես, հա, ճիշտ ես ասում, բայց ես հələ որ կարողանում եմ քանդերբազություն անել։ Հա, թող շարունակեմ քանդերբազությունս։ Մարդիկ էլ ասին ախ բերժան։ Քանդերբազությունը բան չի, այ քեզ բան, մեր հաշվին։ Ես լավ չեմ, Կարող քանդերբազի մայլայա, հա։ հա, էլի էս ինչ բան է։ Նայ, այսօր այդ Ալենի հայտարարությունը շատ խնդալու էր, ասում է թե գազի գինը բարձրացնեն, մենք միանգամից ՕԴԿԲ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ Հասկացա ինչ։ Սպառնալիք էր դա որպես հնչում։ Բայց իմ մոտ գիտես ինչ տպավորություն է, այն որ ասում է, եթե գնդակս չտա կլացեմ։ Այնտենց հայաթում լնում էր, չէ՞, այդպես մոտավորապես տենց բան, հա։ հա, որ այ քեզ բան։ Եվ արդեն կոնկրետ քայլերի մասին խոսք գնաց, չէ՞, բանը, փաստորեն այդ Օվերչուկ, Օվերչուկ, հա։ կարծեմ այդ Ռուսաստանի ներկայացուցիչը, ուրեմն ԵԱՏՄ-ում, ինքը այնտեղ ասաց, որ փաստորեն Հայաստանից եկող ենթադրենք գյուղատնտեսական ապրանքները Հայաստանում չեն արտադրված։ Ես կարծում եմ, որ խոսքը առաջերտի կոնյակի մասին էր գնում այնտեղ։ Կոնյակը Հայաստանում չի արտադրված։ Կոնյակը Հայաստանում արտադրում, ասենք, ուրիշ երկրներից բերվող սպիրտի հիման վրա։ Այնտեղ հայտարարեց, որ ստանդարտներին չի համապատասխանում, Ռոսիախնadzորը հայտարարեց, որ Հայաստանի ստանդարտներին չի համապատասխանում։ Օվերչուկը ասաց, մտքից է թանի, թե մենք երկաթուղի կթողենք, որ դու ծախես։ Բազմաթիվ արդեն կոշտ հայտարարություններ կոնկրետությունների մեջ, եւ իհարկե ամենահետաքրքիրը այդ կոշտ հայտարարությունը լավ կոշտ չէ, բայց էլի ոչկա գլորելու բանի Պուտինի ասածներ, որ հա, գիտես ինչ, շատ ճիշտ եք անում, որ այդ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում եք։ Մենք ձեզ կօգնենք, մենք էլ կպայքարենք ձեր դեմ։ Այդ պասից բաց է թող։ Շատ լավն է։ Այսինքն, Նիկոլը ասում է հիբրիդային սպառնալիք հենց իրանցի նկատի ունի, չէ՞, ես ինչքան հասկանում եմ։ Ո՞վ հասկանում, բայ աղաս։ Այդ իր ճանգուլավազները անընդհատ Ռուսաստանի անունը տալիս են, ինքը ասում է օտար երկրներից եկող հիբրիդային սպառնալիք, իսկ նրանք այդ ասենք թե Կարող է Ուգանդան, իմիջիայլոց Ուգանդայից մենք բան ունենք, բողոք ունենք, քեզ ասեմ։ Լավ է։ Հա, կոնկրետ Ուգանդայից բողոք ունենք։ Դեսպանատոնն է, Չէ, իմ բարեկամներից մեկը, որ վերջերս է վերադարձել Ուգանդայից, մի զարմացի, այդպեսի շատ բավական մոտ բարեկամ ունեմ, շատ սիրելի, շատ ազգական ինձ, վստահ չեմ, որ կուզենա, որ ասեմ ում մասին է խոսքը, ամեն դեպքում Ուգանդա էր գնացել աշխատելու, տենց էլ է լինում էլի, ու ասեց, որ ձեր վերջի պոդքասթում դուք ուգանդացիների մասով ոչ այնքան հարմար բաներ էիք ասում, տենց Ուգանդայում մարդ ուտելու ավանդույթը վաղուց վերացել է, տենց քաղաքակիրթ ժողովուրդ։ Ես շատ ուրախ եմ, ես օրինակ շատ ուրախ եմ Ուգանդայից։ Ես էլ ուրախացա, որ պաստորեն ասում է, այ բայց այն Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը ասում է, այ դրանք ոնց որ թե հələ տենց բաները պահում են։ Так что ես կարծում եմ այդ հիբրիդային սպառնալիքները կենտրոնական Աֆրիկայի մոմենտն է, էլի ստեղ տենց ուրիշ տարբերակ չկա, դա Ռուսաստանը չէր։ Ռուսաստանը չէր։ Որ Պուտինը Նիկոլի հետ ձեռ-ձեռի տված կպայքարեն ուրեմն Կենտրոնաֆրիկյան։ Խի բերակ Պուտինը, նա Եվրոպայից են մարդուղարկում, էլի Պուտինի անունն է տալի։ Փող են տալի, բան են անում, հա։ Նախ փող են տալի, շուտ էլ մարդումից խմել այցի կաթ բանով, լոզունգով։ Այդ թեմայով։ Դες հետո եկավ Նիկոլը, ես բաներ տեսա շատ ջղայնացած կառավարության նիստ արեց, հետո էլի լրագրողներից էլի Անի հետ կռիվարես լրագրող, այ որ դու քո մասշտաբը նայի, դու քո տեղը նայի, վարչապետ մարդ ես, արա նախ չկա այդ բանի կանգա բազարը անում, լուրջ եմ ասում, ասեք տես ո՞ս կարելի է։ Ի նկատի ունեմ, որ բանը ինքը ինձ թվում է արդեն սկսում է ձեռ քաշել նրանից, որ մարդիկ պետք է իր համար քվեարկեն եւ նա մտածում է արդեն կոշտ խախտումների գնա
Այնա բանն էլ թե ինչ ամն է։ Եվրոպան էլ մեծ կետը կանգնած է այդ խախտումների համար։ Երևի արդեն Եվրոպան այդ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար արդեն սկսել արդյունքաբեր բան մատակարարել Նիկոլին, որ այդ հիբրիդային սպառնալիքները ոնց վերացնի էլի։ Չգիտեմ։ Տեսնենք ինչ ա լինում, տեսնենք մեր ընդդիմությունը տեղի շարժում է թե չէ։ Ուզում է իշխանությունը վերցնի թե էլի բանա ուղղակի հիբրիդային սպառնալիք է ստեղծում։ Ես ճիշտն ասած այս պահին չեմ կարող մեծ հույսեր հայտնել։ Դու տեղում ես, դու ավելի լավ կիմանաս։ Դե որ ասեմ շատ մեծ հույսեր կան այս պահին համենայն դեպս խղճից դեմ գնացած կլինեմ, որովհետև շատ բաներ կան, որ դուրս չեն գալի, այսպես ասեմ։ Ասեմ որ ես հա Այն է ուզում ասեի, որ ամեն դեպքում ժամանակ դեռ կա եւ ինձ թվում է սխալների ուղղման ավելի արդյունավետ գործելու հնարավորություններ դեռ ընդդիմությունը ունի, բայց այստեղ կարևոր է նա, որ կարծում եմ այս ամեն ինչը, ինչ որ վերջի շրջանում կատարվում է, անարարկելիորեն պետք է որ ազդեր Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա ոչ դրական իմաստով, էլի ասենք։ Չգիտեմ, բայց դա պետք է կապիտալիզացնել, դա պետք է օգտագործել, ես չգիտեմ դա արվում է թե չէ։ Կարևորն է նա, որ ինքը վարկանիշով չի ուզում հաղթի, հասկանում ես։ Հա, հենց այդ է հարցը, ճիշտ է։ Անպայման դա պետք է հաշվի առնել, էլի։ Ես կարևոր գործոն եմ օրինակ ուզում նկատեմ, որ հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ ինքը ընտրություններին չի առաջադրվելու։ Սա ոչ թե պայքարից փախնելու բան հասկանանք, հա, այլ ոնց որ թե ընդդիմությանը ավելի կոնսոլիդացնելու, կարտերը չխառնելու, չգիտեմ, ջանքերը ավելի համադրելու մեկ ուղղությամբ, հա, այդպեսի բան կարծեմ էլի տես հայտարարություններ եղան, ասենք Ռաֆի Հովհաննիսյանը հայտնեց այդ մասը, բայց դա իրակ այդքան ոնց որ ուժեղ կա։ Լավ, Ռաֆի Հովհաննիսյանի կուսակցության կշիռը հանրապետականի հետ մի քիչ դժվար է համեմատել, առավել ևս որ ընդդիմադիր ֆրակցիայի, այսինքն խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը։ Եվ շաբաթ օրվա ելույթն էլ հանրապետական կուսակցության նախագահի, երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի ելույթն էլ ինչ շատ դուր եկավ համենայն դեպս այն թեզերը, որ առաջ քաշվեցին, եւ դա ինձ թվում է շատ գրագետ ու հասուն, այսինքն ոչ թե հասուն, այլ հանրային շահի վրա հիմնված, էլի, այդ առումով հասուն, քաղաքականության քիչ դեպքերից է, որ դու ակնհայտ տեսնում ես, որ մարդիկ ոչ թե այտենց մի խոսքով խնդիրը հանրային շահն է եւ նաեւ շատ հետաքրքիր էր, որ այն դիրքերից, որից որ հանրապետականը հանձն առավ հանդես գալ, դա որ մտածում ես նույնիսկ կարող է լավ է որ չեն մասնակցում, որտեվ նույն փողոցային պայքարի մասով շատ ավելի ճկուն կարող է լինել եւ դրա մասին շատ հստակ նաեւ նախագահը խոսեց։ Դե ես հույս ունեմ, որ ինչ որ մի կերպ այս տարբեր ընդդիմադիր ուրեմն խմբերի, կուսակցությունների, շարժումների ջանքերը կհամադրվեն, հա, եւ հնարավորություն կլինի ուրեմն ճիշտ ստրատեգիա մտածել։ Ինձ մի շատ կարևոր բան դուր եկավ, մի շատ կարևոր բան թեզ առաջ քաշվեց նախագահ Սարգսյանի կողմից, որը կուզենայի անպայման շեշտադրել եւ նաեւ քո կարծիքը հարցնել, այն որ ասում եմ դարը փորձից ելնելով անցած ընտրությունների արդյունքում երկու ընդդիմադիր падգամավորներ Իշխան Զաքարյանը եւ Գեգամ Նազարյանը ընթացքում տենց ճամբարափոխ եղան եւ անցան Նիկոլի կողմը։ Հա։ Ընդ որում Գեգամ Նազարյանը ոչ միայն պարզապես անցավ Նիկոլի կողմը, այլ սկսեց ակտիվորեն առաջ տանել նիկոլական թեզեր ու դա մեղմ ասած չափազանց տհաճ էր, էլի։ Հիմա նախագահ Սարգսյանը առաջարկում է, ասում է ես գտնում եմ, որ շատ կարևոր առաջարկ եմ համարում, որ այն հիմնական ընդդիմադիր ուժերի առաջի առնվազն 30 տեղերը զբաղեցնող ածիկ պետք է հրապարակավ խոստանան, որ երբեք ու երբեք իրենք չեն անցնելու ԿՊ-ի կողմը։
Ճիշտ ասած, հա, կարևոր թեզ է, բայց մյուս կողմից էլ ինչքան ուզում ես խոստացի, հետո որ անցնում են, ոչինչ չես կարող անել։ Դե ամեն դեպքում եւս մի երաշխիք չասեմ, բայց եւս մի գործոն է, էլի։ Գործիք է պետք էլի։ Հա դե ինչ գործիք պետք է։ Օրենսդրորեն պետք է բանը։ Դե չգիտեմ, օրինակ ընդհանրենք եթե այդ падգամավորը անցնում է ԿՊ-ի կողմը կամ եթե այդ падգամավորը խոսքի մի քանի քվեարկություն հակառակա քվեարկում այդ դեպքում նրա հանդեպ ինչ որ սանկցիաներ լինեն կամ չգիտեմ, լավ։ Դե հիմա ոչ չգրված օրենքի տիրույթում։ Իրավական պահեր եմ, այ։ Այս պահին դա հնարավոր չի օրենքը փոխել, բայց գոնե չգրված օրենքը աշխատացնել կարծում եմ հնարավոր է եւ ես ուզում եմ նաեւ սա լավ կլիներ դառնալ նաեւ հանրային պահանջ։ Ինչի եմ ասում սա, ինչի է սա շատ կարևոր, որովհետեւ որոշ ուժերի դեպքում, աղջիկներ, սա շատ կարևոր է, որոշ ուժերի դեպքում ինչ որ նոր մարդիկ են։ Նոր մարդիկ են, հանրությանը ծանոթ մարդիկ չեն, то ինձ ծանոթ մարդիկ չեն, որ ես գոնե վստահ լինեմ, որ այս մարդիկ ովքեր են։ Մի մասը ծանոթ են, մի մասը ծանոթ չեն։ Երևի իրաց ղեկավարությանն էլ ամբողջությամբ ծանոթ չեն, որտեվ նորա թիմը ձևավորվում։ Չգիտեմ, ասենք ին վրա օրինակը բերեմ, արխային ին վրա եմ օրինակը բերում, հանգիստ, որովհետև ես ընտրություններին չեմ մասնակցում։ Բայց օրինակ վերջի չգիտեմ 4, 5, 6 տարվա մեջ ես եղել եմ հանրության աչքի առաջ, մարդիկ կարող են լավն են տեսել, վատն են տեսել։ Օրինակ այն օրը, երբ որ իսկ իմ կյանքում շատ կարևոր օր էր եւ այն օրը, երբ որ իմ կողքը քաղբանտարկյալ էր մահանում, ինձ հետաքրքիր է, օրինակ այդ ցուցակների քանի հոգին էին, որ որոշակի հանրային գործունեություն էին իրականացնում կամ որոշակի ինդիմադիր կեցվածք ունեին այդ ժամանակ։ Էական չի, օքեյ, կարող է մարդիկ նոր են որոշել զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ։ Օքեյ, բայց դա ավելի է կասկածը մեծացնում եւ դա ավելի է մեծացնում այն պահանջի արդարացիությունը, որ այդ մարդիկ հրապարակավ խոստանան, ասեն, եթե մենք անցնենք հանգարց Նիկոլի կողմը, մոտարապես են Ռոբերտ Աբաջյանի խոսքի պես, էլի։ Նիկոլի կողմը անցնողի էս ինչը։ Լավ, ես sense բան ասեմ քեզ։ Հիմա Նիկոլի կողմը անցնելը դա մեծ անբարոյականություն է։ Մեծ անբարոյականություն է։ Եթե մարդ այդ անբարոյականությունը անում է, ավելի փոքր անբարոյականություն կլինի խոստանալ, որ ինքն չի լինի անբարոյական, ինչ ասեմ քեզ։ Նույն Իշխան Զաքարյանը կամ Գեգամ Նազարյանը վերջի տարիներին չեն եղել հանրության աչքի առաջ։ Իրանց է սպասելի չէր դա։ Ես հասկանում ես։ Չգիտեմ։ Ճիշտ ես ասում։ Հա, օրինակ իրանց դեպքում կակրած կարելի էր գնահատել եւ Գեղամի դեպքում ասում են, որ լավ, Գեղամի մասին շատ չխոսենք, առհասարակ մի խոսքով այս գաղափարը ինձ շատ դուր եկավ եւ ուզում եի դրա մասին խոսել։ Հա, բարձր։ Դե ինչ ասեմ, ես մինչեւ հաղորդումը փակելու ուզում եմ գնահատեմ քո նուրբ ակնարկային ստրատեգիան, դու չգիտեմ նկատել ես թե չէ, բայց քո գլխի վերևում հայտնի աստվածաշնչյան պատկեր է, Դանիելի չեմ գուբնա, հա, առույցները, որ շրջապատել են Դանիելին, որ խժռեն, բայց տենց էլ չեն խժռում, որովհետև նա օգտվում էր Աստծո զորությունից ու հիմա ոնց որ Հայաստանի պես է լինի, էլի 4 կողմից էլ նիկոլականներ, էլ ադրբեջանցիներ, էլ ով ասես Հայաստանին խժռելու այսպես տպավորություն են, ոչ թե տպավորություն, այլ պատրաստակամության մասին են ոնց որ թե պատրաստակամություն են ցույց տալիս, բայց մենք դեռ տենց կանգուն ենք ու տա Աստված, որ դա այդպես էլ մնա։ Հելը անպայման փորձենք չասեմ ես։ Ուղղակի ասում վրա հույսը դիր, բայց ինքը տարա, որտեղ դու ես Աստծո գործիքը, դու ես Աստծո գործիքը, Աստված քո միջոցով։ Լավ, շնորհակալություն հայտնենք մեզ դիտելու համար, հա։ Եվ մյուս Կիրակի։ Այսօրվա հաղորդումը եզրափակենք մինչև մյուս Կիրակի։ Ստեսություն սիրելի դիտողներ։